Բարև բոլորին ու բարի գալուստ աղջկություն ոդկաստ։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը կարծես բոլորիս կյանքում կա, բայց շատ հազվադեպ ենք դրա մասին անկեղծ խոսում։ Խոսելու ենք հաջողության մասին։ Ավելի ճիշտ հաջողության շուրջ ստեղծված ճնշման, ֆետիշիզմի, անվերջ վազքի մասին, որովհետև այսօր հաջողությունը պարզապես ցանկալի բան չէ, այն դարձել է պարտադիր, հատկապես մեր աղջիկների կյանքում։ Ու եթե դու հաջողակ չես, թվում է դու բավարար չես, դու չես կարող ապրել այս աշխարհում։ Երկար չեմ տանջի, սկսեցինք։ Իսկ ես հիշեցնեմ, որ աղջկություն ոդկասթի շրջանակներում մենք խոսում ենք մեզ տանջող բոլոր աղջկական թեմաներից, Միսթր Դարսիից մինչև քվանտային ֆիզիկան, քննարկում ենք մեզ տանջող հարցերը ու կիսվում ենք փորձով։ Մեր ալիքը դեռ շատ փոքր է ու յուրաքանչյուր աջակցություն չափազանց կարևոր է մեզ համար։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե բաժանորդագրվեք, լայքեք ու կիսվեք ձեր ընկերների հետ։ Սկսեցինք։ Գլուխ 1. Համեմատության դարաշրջանը։ Մենք ապրում ենք մի մշակույթում, որտեղ achievement կոչվածը դարձել է արժեքի չափման հիմնական գործիք։ Ցավոք սրտի մենք այդ նկատում ենք սոցցանցերում, մեր շուրջ, մեր հասարակության մեջ, հատկապես աղջիկների համար, այդ իմ կարծիքն է, սուբյեկտիվ, ստեղծվել է գրեթե անիրական checklist։ Ու ես շատ եմ ճիշտ ասած քննարկել իմ շրջապատում գոյություն ունեցող աղջիկների հետ ու հասկացել եմ, որ այդ checklist-ը այնքան հիմար է ու ցավոք սրտի այդ checklist-երը նաև մենք ենք սարքում, ընկնելով ոնց որ այդ ազդեցության տակ, որ չգիտեմ են կինոն նայել եք 30 and flirty 13 going on 30 այդ կինոն շատ լավ է այս ամեն ինչը ցույց տալիս ու ըստ այդ checklist-ի մինչև 25 տարեկանը պետքա ունենաս սենց մի հատ երկու հատ դիպլոմ, ընդ որում եւ երկու բակալավրի, երկուսն էլ կարմիր, հələ մի հատ էլ հասցնես մագիստրատուրա 10, էդ էլ կարմիրով ստանաս, դու մինչև 25-ը դու պետքա լավ աշխատանք ունենաս, ու դու արդեն պետքա ունենաս հստակ կարիերա, դու պետքա ունենաս կայացած հարաբերություններ, դու պետք է ունենաս գեղեցիկ արտաքին, դու պետք է լինես մարզված, քո մարմինը պետք է լինի գեղեցիկ, դու պետք է սոցիալական աշխարհում նույնպես ակտիվ կյանք ունենաս, դու պետք է նաև ունենաս հոգեկան կայունություն, դու պետք է լինես ուժեղ, բայց դու չպետք է լինես շատ կոպիտ, նաև դու պետք է լինես շատ հավակնոտ, բայց չպետք է լինես շատ հավակնոտ, որովհետև դու պետք է լինես նաև անկախ, ու այդ ցուցակը կարա սենց ժամերով ինձ թվում է գնա, յուրաքանչյուրս էլ երևի այդ ցուցակի մասին երբևիցե մտածել է կամ եկել է նաև լսել է ուրիշի ցուցակի մասին, չգիտեմ, ու այս ամենը միաժամանակ մենք փորձում ենք ունենալ։ Ու մեզ թվում է, որ մենք այդ դեպքում լինելու ենք հաջողակ, Կարլ։ Ու այդ սպասումները երբեմն sense բարձրացային չեն էլ հնչում։ Այսինքն դու կարող ես չխոսես դրա մասին, բայց դու ապրում ես այդ քո ներսում։ Ու այդ ամենա ինքնախարազանող ու կործանող բանն է, որ գոյություն ունի, որովհետև մենք ինքներս մեզ ստիպում ենք վազել այդ համեմատության ու հաջողության ետևից։ Գլուխ 2. Հաջողության անվերջ վազքը։ Այստեղից մի հատ պլավնի переход հենց այդ անվերջ վազքին, որովհետև հոգեբանության մեջ սենց մի հատ հասկացություն կա, սոցիալական համեմատության տեսություն։ Մարդը բնականորեն համեմատում է իրեն ուրիշների հետ, հասկանալու իր տեղը աշխարհում, ու այդ նորմալ է։ Մարդիկ միշտ են իրար համեմատել, ու գաղտնիք էլ բացեմ, կարծեմ սենց մի հատ թեորիա կա, ըստ որի ինչի են մարդիկ սկսել խոսել բամբասելու պատճառով, որովհետև մենք փորձում ենք միշտ բամբասել ու համեմատել մեզ, օրինակ մեր ցեղը մյուս ցեղերի հետ։ Հետաքրքիր է։ Բայց ի տարբերություն այս ժամանակաշրջանին, որտեղ մենք ենք հիմա ապրում, նախկինում մենք համեմատվում ենք մեր շրջապատի մի քանի մարդկանց հետ։ Այսինքն Շուշանի, Աշխենի ու ծյոծ Սյուզանի հետ։ Բայց այսօր մենք մեզ համեմատում ենք հազարավոր, նույնիսկ միլիոնավոր մարդկանց հետ ամեն օր 24/7 սոցիալական մեդիայի միջոցով։ Ու բուժվել է պետք։ Անկեղծ եմ ասում։ Ու այստեղ կա մի կարևոր, սենց մի հատ բան, մենք համեմատվում ենք ուրիշների այդ highlight-ի հետ։ Մինչդեռ մեր կյանքը
Մենք տեսնում ենք ամբողջությամբ, մենք տեսնում ենք նրանց մի կյանքը, բայց մեր կյանքը մենք տեսնում ենք ամբողջությամբ իր բոլոր կասկածներով, վախերով, ձախողումներով, բայց դու տուպը տեսնում ես այդ մարդու ընդամենը մի նկարը, կամ տեսնում ես նրա ընդամենը մեկ հաջողությունը, ու դու արդեն քեզ համեմատում ես իր հետ, ու ինքը չգիտես ինչի քո գլխում դառնում է լավը։ Մենք տեսնում ենք, չգիտեմ, ուրիշի արձակուրդը կամ ինչ-որ գեղեցիկ հարաբերությունների պահեր, բայց մենք չենք տեսնում, օրինակ, ինչ խնդիրներ կարա թաքնված լինի այդ ֆիլտրված իրականության ետևում, ու այդ էլ է նաև բերում հենց այդ փաստին, որ հաջողությունն էլ, որը սուբյեկտիվ է, ինչ-որ տեղ կարա նաև տարբերվի տարբեր մարդկանց մոտ, ու իր հաջողությունը անպայման չի, որ քեզ երջանկություն կբերի։ Նաև ստեղ ուզում էի խոսալ մի հատ բանի մասին, որ հաջողության տագնապն էլ է ինչ որ ձև մտնում ես թեմայի մեջ, որովհետև այդ մի հատ sense վիճակ է, որ նույնիսկ հասնելով ինչ որ բանի, դու փաստացի չես վայելում նույնիսկ այդ, որովհետև ոնց որ դու արդեն մտածում ես հաջորդ քայլի մասին։ Okay, accomplished։ Հիմա ես պետք է անեմ էլի 7567 բան, որպեսզի նորից ստանամ այդ անտեր դոպամինը, որ ինձ զգամ երջանիկ, հաջողակ, տադամ։ Մենք այստեղ շատ կարևոր է։ Ես ես միշտ ասում եմ, շատ բարդ է այս ընկալել, բայց երբ որ դու իրոք ընկալում ես այս խոսքերը, որ հիմա կասեմ, քո կյանքը փոխվում է, ու շատ է փոխվում։ Մենք սովորել ենք ապրել ապագայում, որովհետև մենք միշտ ասում ենք, երբ ավարտեմ համալսարանը, այդ ժամանակ ես կհանգստանամ, երբ որ ես, չգիտեմ, կարողանամ ճանապարհորդել, կամ երբ որ ես հավաքեմ այսքան գումար, ես կանեմ սա, բայց այդ բանը դու կարաս հիմա էլ անես, որ եթե ճիշտ քայլեր ձեռնարկես, բայց երբ որ մենք հասնում ենք այդ կետին, երջանկությունը փաստացի չի մնում, որովհետև այդ արագ բաներ, ուղիղ արագ հարմարվում է ձեռքբերումներին ցավոք սրտի, ու այդ նշածողը դու կրկին բարձրացնում ես, ու դու անընդհատ ամեն ինչ գցում ես ապագայի վրա։ Այնինչ, ամենաճիշտ բանը, որ դու կարաս անես, այդ ներկայում արդեն այդ հաջողությունը վայելելն է։ Արդեն զգալը, որ դու ոչ միայն կայացած ես, դու արդեն ամեն ինչ ունես ու դու արդեն հաջողակ ես։ Ու այսպիսի մի բան էլ կա, եթե դու հիմա չես կարողանում խաղաղ լինել, ապա հետոն էլ չի լուծելու այդ խնդիրը, կներես։ Երբ դու հասկանաս, որ կյանք ուղղակի սանդուղք չէ, որտեղ, չգիտեմ, վերևում մեզ սպասում է վերջնական հանգիստը, վերջնական կետը, այդ հաջողակ պահը, այդ բան կհեշտանա։ Պատկերացրու, որ կյանք ուղղակի ուղի է, որտեղ իհարկե կա վերջակետ, ամեն ինչում կա վերջակետ ու վերջնակետ, բայց դու պետք է լինես ներկայում ու անցնես այդ ուղին, թեքվելով աջ կամ ձախ, փոխելով քո ուղին, հասկանալով ինչ ես ուզում անել։ Ու հենց այդ քեզ ամենաշատը կօգնի լինել ներկայում ու չվազել հաջողության հետևից, որովհետև դու արդեն հաջողակ ես, որովհետև ներկայում դու արդեն ունես այն, ինչ որ քեզ պետք է։ Գլուխ 3. Ինչ է իրականում հաջողությունը։ Այսքան բլբլացինք, խոսացինք, քննարկեցինք մեր աղջիկական անգստ, այդ անտեր the fear of missing out, որովհետև the fear of missing out այդ մի հատ զզվելի բան է, որի մեջ մենք բոլորս ենք, այդ թվում նաև ես, ու այդ շատ դեկոնստրուկտիվ վիճակ է, երբ որ դու անընդհատ վախենում ես, որ դու չես հասցնելու, ու այդ հաջողակ լինելը քո համար չի, ու դու ընդհանրապես չես հասցնում, այն Անժիկը արդեն ամուսնացավ, Անժիկը արդեն 2 դիպլոմով իդեալական աշխատանք ունի, իսկ դու դեռ բանի չհասար։ Դրա համար ինչ է իրականում հաջողությունը։ Այդ հարցը դուք պետք է տաք ինքներդ ձեզ, կներեք։ Ուղղակի նստեք ու փորձեք ինքներդ ձեզ հարցնել, okay, ինչը իմ համար նշանակում լինել հաջողակ։ Եթե դու մի պատկերացրու մի հատ աշխարհ, որտեղ չկա հասարակության կարծիք, ուտոպիա էլի, չկա ընտանիքի կարծիք, չկա ոչ մի սպասելիք, չկա ոչ մի ակնկալիք, որ քեզ կարա տրմայզի տանի, չկա սոցիալական ցանցեր, ամեն ինչ իդեալական է, ինչ կմնա տակը։
այդ ինչը կմնան, այդ քո հաջողությունն է։ Ու այդ է այն զգացմունքը, որը քեզ երջանկություն է բերելու, ու այդ է այն state-ը, այն վիճակը, որտեղ դու կզգաս քեզ հաջողակ։ Հաջողությունը կարող է լինել եւ ներքին, եւ արտաքին, դա կարող է լինի կյանքի հետ համահունչ ապրելը, կարող լինեն շատ լավ հարաբերությունները տվյալ ոչ միայն ռոմանտիկ, այլ նաեւ քեզ շրջապատող բարեկամների հետ, ասենք Սիրանուշ հորքուրի հետ վերջապես լեզու գտար։ Հաջողությունը գտնել քո տեմպը, հասկանալ, որ դու ճիշտ ես, որ դու շարժվում ես ճիշտ ժամանակով ու որ ամեն ինչ կառուցվում է քո համար, ամեն ինչ ստեղծվում է քո համար։ Եթե երբեմն նույնիսկ մոռանաք կամ կորցնեք այդ զգացմունքը հաջողության կամ ներքին խաղաղության կամ ներքին երջանկության, խորհուրդ եմ տալիս, նույնիսկ հիմա, եթե հարմար ինչ-որ տեղ եք ավտոբուսում չեք մի ոտի վրա կանգնած, եթե ինչ-որ տեղ ուղղակի նստած եք ու լսում եք այս պոդքասթը, ուղղակի նայեք ձեր շուրջ ու հաշվեք ինչքան բան ունեք։ Ես խոսք եմ տալի, դուք երևի շատ երկար ցուցակ կգրեք արդեն այն ամեն ինչի, ինչ որ դուք ունեք, բայց օրվա ընթացքում դուք ուղղակի մոռանում եք դրա մասին։ Իրականում մենք շատ բան ունենք։ Ու այդ ամեն ինչը արդեն երջանկություն ու հաջողություն է։ Գիտեմ, որ երբեմն չիրականացված երազանքները կամ այն նպատակները, որ դնում էիք ու չեր իրականանում, կարան մի քիչ տխրեցնող լինեն, դեմոտիվացնող լինեն ու դուք ասեք, հա դե մեկա չի ստացվում, հələ չի լինում այս կամ այն ու դուք անհաջողակ եք, բայց տենց բան չկա, դուք արդեն լիքը բան ունեք։ Ու այն խորհուրդ կտամ, որ ուղղակի նայեք ձեր շուրջ ու ուղղակի տեսնեք ինչքան բան դուք արդեն ունեք։ Դուք կաք, դուք ողջ եք մնացել եւ դուք արդեն հաջողակ եք։ Ինչքան էլ սա պաթետիկ հնչի։ Գլուխ 4. Ինչպես դադարել չափել քեզ ուրիշներով։ Համեմատությունից դուրս գալու առաջին քայլը ըստիս գիտակցումն է։ Չկա մարդ, որ չի համեմատում իրեն ուրիշի հետ, բայց դա ավելի շատ արվում է բացասական լույսի ներքո, ինչը շատ տխուր է ու ես էլ եմ ինձ համեմատում ուրիշների հետ, լինում է պահեր, երբ որ ես կարծում եմ, որ կարող էի ինչ-որ բան ավելի լավ անել, ինչպես այլ մարդ, բայց ինչ խորհուրդ կտամ, ուղղակի ուշադրություն դարձնես, երբ ես սկսում համեմատվել ու ում հետ։ Երբ դու հասկանաս այդ կոպիտս այդ չափաբաժինը, ինչու ես համեմատվում, որ ասպեկտներն են քո կյանքի, ահա որ համեմատելի, շատ կարևոր կլինի այդ ամեն ինչը գրի առնել, օրինակ շատ լավ practice է, թղթի վրա ուղղակի գրել այն ինչը որ դու համեմատում ես ու դրա դիմաց գրել դրան հակառակվող մի հատ գժական թույն հատկանիշ, հատկություն, որը դու ունես։ Դու նաև կարող ես փոխել չափման միավորը։ Եթե դու քեզ չափում ես ուրիշի անցած ճանապարհով, ապա դու ամեն դեպքում քեզ պակաս, նվազ ու անհաջողակ ես զգալու։ Փոխարենը դու կարող ես ինքդ քեզ հարցնել, արդյոք ես հավատարիմ մնացի ինձ, արդյոք ես շարժվում եմ իմ արժեքների համաձայն եւ արդյոք այն ամենը, ինչ որ ես անում եմ, ինձ երջանկացնում է։ Թե ես դա անում եմ, որպեսզի ուրիշները կարծեն, որ ես հաջողակ եմ։ Այս շատ վտանգավոր է, փորձեք տենց չանել։ Ու ամենակարևորը սովորեք ինքներդ ձեզ հետ խոսել ու խոսել մեղմորեն, որովհետև առաջին հերթին դուք պետք է սիրեք ձեզ ու այն ուղին, որը դուք արդեն անցել եք։ Մենք շատ հաճախ մեր ներսում խիստ քննադատում ենք ինքներս մեզ, հատկապես այն ժամանակ, երբ որ մենք գոհ չենք կամ ինչ-որ սխալ բան եղավ այդ օրը։ Բայց շատ կարևոր է հիշել, որ աճը տեղի ունենում ոչ թե խիստ ինքնադատումից ու ինքնաքննադատումից, այլ ընդունումից ու ինքդ քեզ սիրելուց։ Եթե դու սիրես քեզ, դու չես համեմատի ուրիշին։ Գիտեմ, ինքդ քեզ սիրելը բոլոր ճակերտների մեջ թերություններով կարող է դժվար հնչել կամ նույնիսկ անհնարին,
Բայց ես կարծում եմ, որ նախ սիրելով քո շուրջ տեղի ունեցող ամեն ինչը ու ընդունելով դա, դու նաև կգաս նրան, որ դու ինքդ քեզ սիրես։ Գուցե սրա մասին էլ ինչ-որ էպիզոդ հանեմ, բայց դեռևս այսքանը։ Գլուխ 5. Ճիշտ ժամանակի միֆը։ Հաջողության հետ շատ են կապում այդ գրողի տարած ճիշտ ժամանակը, որ ասենք մեզ փոքր ժամանակվանից սովորացնում են, որ կա ճիշտ ժամանակ ամեն ինչի համար, օրինակ 25-ում դու պետք է հասնես X բանի, 30-ում դու արդեն պետք է ունենաս S, այն որ 5 տարեկանում դու արդեն պետք է առնեիր հող, որովհետև գները թռնելու էր, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք ուղղակի արհեստական ինչ-որ բանականություն չենք, որ մեզ ինֆոնտան տենց մի անգամից դնենք աճենք, դառնանք սուպեր-պուպեր խելացի, ամեն մարդ ծաղկում է տարբեր ժամանակ, քո հաջողությունը կամ քո ինչ-որ խելագար միտքը, որը քեզ բերեց ահա որ երջանկություն, ու դրա ստեղծման ժամանակը կարող է լինել ավելի ուշ, քան մեկ այլ մարդու մեկ այլ հաջողակ գաղափարը կամ հաջողակ քայլը։ Դա շատ կարևոր է ֆիքսել։ Ոմանք իրենց ճանապարհը գտնում են շատ շուտ, ոմանք ավելի ուշ։ Ու դա ոչ լավ է, ոչ վատ, դա ուղղակի կյանքն է, դա կոչվում է գոյություն, ու պետք է ուղղակի հասկանալ, որ բոլորը տարբեր են։ Դու չպետք է լինես ինչ-որ մեկի պես, ու եթե Անժիկը շատ տարօրինակ անունների օր էր, եթե Սյուզաննան ամուսնացավ 25-ում, այդ պարտադիր չի, որ դու 25-ում ամուսնանաս, girl, relax, calm down, նախ դու չես ուշանում, գնացքը չի վազում, ու դու քո ռիթմի մեջ ես, հիշիր, որ դու ունես քո ռիթմը, այդ երևի ամենալավ խորհուրդն է, որ ես ունեմ։ Գլուխ 6. Վերահսամանելով հաջողությունը։ Այսօր գլուխներից համար փորձել եմ շատ հետաքրքիր վերնագրեր դնել, ինձ թվում է ձեզ դուր կգա։ Ես կարծում եմ, որ վերջի վերջո հաջողությունը կարող է վերահսամանվել շատ ավելի պարզ ձևով։ Հաջողությունը լինել ազնիվ քո ցանկությունների հետ։ Վերջակետ։ Հիշեք դա։ Խորհուրդ եմ տալիս դա գրել թղթի վրա ու կարդալ առավոտյան ու երեկոյան։ Ցենց մի հատ բան կա, որ թղթի վրա հատկապես եթե գրիչով ու ձեռքով գրես ու անընդհատ դեբիլի պես կրկնես ու կներեք, բայց հա ամբողջ օրը դա ասես, դա իրականանալու է։ Ու եթե դու իրոք ունես այս խնդիրը, խորհուրդ եմ տալիս գրել։ Ուզում եմ, որ հիշեք, որ հաջողություն է ապրել ոչ թե ապացուցելու համար, այլ զգալու համար։ Հաջողություն է ունենալ համարձակություն ասել ոչ այն ուղիներին ու այն ճանապարհներին, որոնք քոնը չեն, ու դու ինտուիցիայով զգում ես, որ այդ քոնը չի։ Ու ամենակարևորը հաջողություն է հասկանալ, որ քո արժեքը կախված չէ քո CV-ից, քո սերտիֆիկատներից, ռուսկի մեդվեժոնը մասնակցելուց կամ չմասնակցելուց, կամ քո հարաբերությունների կարգավիճակից, կամ արդյոք դու ունես արդեն 3 սենյականոց բնակարան, թե ոչ։ Դու չպետք է ապացուցես ոչ մեկին ոչինչ։ Դու արդեն բավական ես։ Ու ամենավերջում ուզում եմ ասեմ, որ արժի միշտ հիշել, որ աղջիկը թույլի հականիշն է։